Բարև ձեզ։ Հայաստանի սահմանակից Օրդուբադում, որ գտնվում է Նախիջևանի տարածքում, անցկացվեց Արևմտյան Ադրբեջանի թեմայով կամ այսպես ասած ադրբեջանցիների վերադարձի թեմայով հերթական փառատոն համաժողովը, որին մասնակցեցին Ադրբեջանի պետական պաշտոնյաներ։ Ինքնին այդ միջոցառումը կազմակերպված էր պետական մակարդակով։ Եվ դրա ընթացքում, ինչպես արդեն հայտնի է, օրինակ Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարարը հայտարարեց, որ ադրբեջանցիների վերադարձի Արևմտյան Ադրբեջանի այդ օրակարգը ռազմավարական նշանակություն ունեցող օրակարգ է Ադրբեջանի համար եւ ադրբեջանական հասարակության ինքնության ձևավորման եւ երիտասարդության դաստիարակության համար։ Նա այդ աշխատանքը տանելու, այդ օրակարգը առաջ մղելու համար շնորհակալություն էր հայտնում Իլհամ Ալիևին։ Այս ամենը ցավոք սրտի հայաստանյան հանրության համար նորություն չէ եւ ինչպես հայտնի է, խորհրդարանի ընտրությանը ընդդիմության ուժերը բարձրաձայնում էին այդ ռիսկի, այդ վտանգի մասին։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի լրջագույն մարտահրավերի մասին առնվազն որպես օրակարգ, որ դրված է Հայաստանի Հանրապետության առաջ հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակում։ Պաշտոնական Երևանն, ինչպես հայտնի է, դրան արձագանքում էր, թե դա մտածածին վտանգ է, արհեստական է, սուտ է եւ այլն։ Խորհրդարանի ընտրությունից ընդամենը օրեր անց Ադրբեջանի Օրդուբադ քաղաքում, որ գտնվում է Նախիջևանում, պետականորեն անցկացվում է այդ համաժողովը եւ պետական պաշտոնյաների մակարդակով հնչում են վերը նշածս հայտարարությունները։ Երևանից գործնականում ոչ մի խոսք։ Եվ այստեղ չափազանց պարզ է դառնում, թե ով էր ստում այդ թեմայով։ Մարդիկ, որոնք բարձրաձայնում էին դրա առկայության եւ Ադրբեջանի պետական քաղաքականության առաջնահերթություն լինելու մասին եւ բարձրաձայնում դրանից բխող վտանգների մասին, թե մարդիկ, որոնք հայտարարում էին, թե իբրև այդ վտանգների մասին խոսակցությունը բացարձակ արհեստական է եւ սուտ։ Հիմա այդ մարդիկ լռում են եւ չկա ոչ մի արձագանք Ադրբեջանի պետական պաշտոնյաների այդ հայտարարությունների կապակցությամբ, որ հնչել են Օրդուբադի համաժողովում։ Իսկ Իլհամ Ալիևը, օրինակ, աշխատանքից չի հեռացրել կրթության ու գիտության նախարար Ամրալիևին, որը հայտարարում էր, որ ռազմավարական օրակարգ է Արևմտյան Ադրբեջանի օրակարգը։ Ալիևը որևէ մեկին չի պատժել, չի նախատել, չի հեռացրել, ովքեր այդ համաժողովի ընթացքում հայտարարել են, որ Հայաստանը պարտավոր է ընդունել ադրբեջանցիներին։ Դրանց շարքում եղել են դարձյալ պետական պաշտոնյաներ, եղել է ազգային ժողովի կամ մեջլիսի փոխնախագահ։ Կրկնեմ, Երևանից այս ամենի վերաբերյալ քար լռություն։ Իսկ հասարակության համար այս համաժողովը առիթ է եղել հիշեցնել պաշտոնական Երևանին այն մտահոգությունները, որ բարձրաձայնում էր ընդդիմությունը եւ հասարակական քաղաքական ակտիվ տարբեր այլ շրջանակներ այս թեմայի առնչությամբ եւ հիշեցնել, թե ինչ էր արձագանքում պաշտոնական Երևանը, մատնացույց անելով նաեւ, որ այդ արձագանքներն էին, եթե ոչ իրականության ամբողջական խեղաթյուրում, ապա իրականության ընկալման անհամարժեքություն եւ իրականությունից կտրվածություն։ Թեպետ գործնականում բարդ է պատկերացնել կամ անհնարին է պատկերացնել, որ Հայաստանի իշխանության համար այդ հարցը կարող է լինել անիմանալի կամ Հայաստանի իշխանությունը կարող է անտեղյակ լինել Ադրբեջանի այդ հավակնությունների մասին։ Այլ հարց է, որ իշխանությունը ներկայացնում էր բոլորովին այլ իրականություն նախընտրական մղումներից ելնելով։ Մինչդեռ կրկնեմ, այս օրակարգը ցավոք սրտի ակնհայտորեն առաջ է մղվում պետական մակարդակով եւ առաջ է մղվում ոչ միայն դեպի Հայաստան, այլ նախ եւ առաջ ներկայումս Ադրբեջանը զբաղված է դրա միջազգային լեգիտիմություն ձևավորելով, որին ի դեպ կամա թե ակամա, բայց իր նպաստը բերում է Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը, որովհետև օրինակ երբ Հայաստանը հայտարարում է, թե պետք է լռել արցախցիների վերադարձի իրավունքի մասին, որ այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսելու առիթ չունենա նաև Ադրբեջանը, սա հավասարության նշան է դնում արցախցիների վերադարձի միանգամայն հիմնավոր օբյեկտիվ միջազգայնորեն լեգիտիմ իրավունքի եւ Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանական այսպես ասած մտածածին եւ արհեստական պրոյեկտի միջև։
Եվ այդ հավասարության նշանը Ադրբեջանի համար ստեղծում է այդ հարցը միջազգայնացնելու լեգիտիմ հնարավորություն, միջազգային ասպարեզում լեգիտիմացնելու հնարավորություն։ Իսկ փորձը ցույց է տվել վերջին տարիների փորձը, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ իր պահանջներն ու պայմանները թելադրում է այդ, այսպես ասած, ճանապարհային քարտեզով։ Նախ միջազգայնացնում է այդ պայմաններն ու պահանջները, դրանց շուրջ ձևավորում միջազգային ընկալում, իսկ հետո արդեն այդ մթնոլորտը օգտագործում Երևանի հանդեպ առավել համոզիչ փաստարկներ ներկայացնելուն եւ նաեւ միջազգային օժանդակությամբ այդ պահանջներն ու պայմանները իրականություն դարձնելուն։ Այդպես են եղել Արցախի վերաբերյալ բազմաթիվ պայմաններ ու պահանջներ, սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ, Հայաստանի սահմանադրության եւ անկախության հռչակագրի վերաբերյալ, այսպես ասած խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ եւ մեղմ ասած բացառություն չի լինելու նաեւ արևմտյան Ադրբեջանի հարցը, եթե շարունակվում է այն քաղաքականությունը, որ վարում է Հայաստանը տարիներ շարունակ։ Իսկ եթե Հայաստանում չի փոխվում իշխանություն, ապա որևէ հիմք չկա մտածելու, որ փոխվելու է վարված քաղաքականությունը։ Հետևաբար որևէ հիմք չկա մտածելու, որ փոխվելու են դրանց հետևանքները իրենց տրամաբանության մեջ։ Կփոխվի արդեն հետևանքները պայմանավորող հարցերի օրակարգային հաջորդականությունը։ Եվ հիմա հերթը կամաց-կամաց կարող է մոտենալ այդ ադրբեջանցիների վերադարձի օրակարգին։ Ես առիթ ունեցել եմ նշելու, որ պետք չէ պատկերացնել, թե այդ վերադարձը տեղի է ունենալու անմիջականորեն ներկայիս ժամանակահատվածում։ Դա կարող է լինել օրինակ 10 տարի անց, բայց այսօրվանից արդեն եւ նույնիսկ երեկվանից Ադրբեջանը ձեռնմուխ է եղել այդ հարցը միջազգայնացնելու եւ այդ հարթության վրա ամրապնդելու գործին։ Իսկ Երևանը տվել է դրա հիմքը ձևավորելու կարևոր նախադրյալներ այդ հավասարության նշանով։ Եվ չխոսելու արցախցիների վերադարձի իրավունքի մասին լռելու Հայաստանի այսպես ասած բանաձևը որևէ կերպ լռություն չի պարտավորեցնում Ադրբեջանին, ինչպես մենք տեսնում ենք։ Փոխարենը, ինչպես նշեցի, տալիս է այդ հավասարության հնարավորությունը եւ հետեւաբար այդ արհեստական ադրբեջանական պետական նարատիվը միջազգայնացնելու եւ առաջ մղելու նախադրյալ է ստեղծում։ Օրդուբադում տեղի ունեցած համաժողովը եւ հնչած հայտարարությունները պետական բարձր պաշտոնյաների մակարդակով հասարակության շրջանում առիթ դարձան հիշեցնել Հայաստանի իշխանությանը, որ արցախցիների վերադարձի իրավունքի մասին լռելը ամենևին չի բերում նրան, որ լռի նաեւ Ադրբեջանը։ Բայց ես կարծում եմ այստեղ կա որոշակի թյուրընկալում։ Նիկոլ Փաշինյանը ամենևին թյուրըմբռնման մեջ չէ, մտածելով, որ եթե ինքը լռում է եւ եթե մենք ընդհանրապես լռում ենք, ապա լռելու է նաեւ Ադրբեջանը։ Այստեղ նրա մոտիվը բոլորովին այլ է եւ կապված չէ այդ լռությունն ապահովելու իրական մղումի հետ։ Չկա այդպիսի մղում։ Մղումը մեկն է՝ իշխանություն։ Եվ Արցախի թեման փակելը, այդ թեմայի հետ կապված ցանկացած բան փակելը եւ արգելափակելը միտված է հենց այդ խնդիրը սպասարկելուն։ Իշխանություն, դրա համար ներքաղաքական անհրաժեշտ միջավայրի ձևավորում։ Որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը այդ թեման չի փակում, ապա գործնականում չունի հասարակությանը ներկայացնելու ոչ մի այլ բան։ Եթե այդ թեման չի փակում, նա չի կարող Արցախի կորուստը, հայաթափումը, էթնիկ զտումը եւ ամբողջական կորուստը ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերում։ Եթե նա Արցախը չի հռչակում թոք, Արցախի հետ կապված ցանկացած բան չի հռչակում ինքնիշխանության եւ անկախության սպառնալիք, նա չի կարող Արցախի կորուստը, կրկնեմ, ներկայացնել հասարակությանը որպես ինքնիշխանության, Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության ձեռքբերում։ Եթե Փաշինյանը չի կարող ներկայացնել դա որպես ձեռքբերում, ապա նա չի կարող խուսափել Արցախի ճակատագրի համար իր պատասխանատվությունից որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնյա եւ քաղաքականություն մշակող ու իրականացնող։ Հետևաբար այստեղ է խնդիրը եւ ոչ թե
թյուրըմբռնումը կամ պատրանքը, թե իր լռելով լռելու է նաև Ադրբեջանը։ Նա ամենից լավ գիտե, որ Ադրբեջանը չի լռելու, որովհետև Ադրբեջանի համար այս հարցը պարզապես Հայաստանին հայելայնորեն արձագանքելու հարց չէ։ Ադրբեջանը ընդհանրապես չունի այդպիսի խնդիր, չի ունեցել, չունի եւ չի ունենալու։ Ադրբեջանը ունի մեկ խնդիր՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հասնել ռազմավարական գերակայության հաստատուն դիրքերի, հասնել ռազմավարական գերակայության շարունակական եւ ընդհուպ անշրջելի իրողությունների։ Սա է Ադրբեջանի նպատակը եւ ոչ թե Հայաստանին ինչ-որ հայելայնորեն արձագանքելը եւ եթե ասենք Հայաստանը լռի, Ադրբեջանը լռելու է։ Չեն լռելու եւ սա ամենից լավ իհարկե գիտե հենց Նիկոլ Փաշինյանը, որովհետև ի վերջո նրան են այս հավակնությունները թերևս ամենաուղիղ տեքստով ներկայացվում հայ-ադրբեջանական բանակցային սենյակներում։ Ըստ այդմ մտածել, թե Նիկոլ Փաշինյանն այստեղ պատրանքի մեջ է այդ լռության բանաձևի կամ սկզբունքի մասով, թերևս կլինի թյուրընկալում։ Նա պարզապես չունի այլ անելիք, քան Արցախյան թեման փակելով Հայաստանի հանրությանը իր 8-ամյա պաշտոնավարման սկզբունքորեն միակ ճակերտավոր իմաստով իհարկե ձեռքբերում ներկայացնելն է, թե իբրև այդ թեման փակելով եւ դրա հետ կապված ամեն ինչ լռեցնելով նա ապահովում է ինքնիշխան ու անկախ Հայաստանի ձեռքբերում։ Եթե նա չի ներկայացնում այդ ձեռքբերումը, ապա 8 տարիների ընթացքում իր պաշտոնավարման այս ընթացքում չունի ներկայացնելու ոչ մի այլ շատ թե քիչ նշանակալի ձեռքբերում։ Կրկնեմ, սա ամենևին չի նշանակում, որ ներկայացրածը հենց կարևոր ու նշանակալի ձեռքբերում է։ Բայց առնվազն իրավիճակի եւ իրողությունների նենգափոխման գլխիվայր շրջման շնորհիվ նա իր էլեկտորատին թեկուս կամ այսպես ասենք հանրության չեզոք կամ անտարբեր էլեկտորատին կարողանում է ներկայացնել հենց սա եւ եթե չունենար նույնիսկ սա, ապա այդ դեպքում չեր ունենա ոչ մի այլ բան եւ հետեւաբար հարց կառաջանա, իսկ ինչով էր նա մտնելու ընտրական որևէ process-ի մեջ, որովհետեւ հնարավոր չէր նույն տրամաբանությամբ անցկացնել process, ինչպես օրինակ 2021 թվականի արտահերթ ընտրությանը։ Եվ վերջին հաշվով նա 2021-ի արտահերթ ընտրությանը 52% հավաքել էր նաև հենց արցախյան թեմայով։ Եվ եթե օրինակ այս նենգափոխումը, այս գլխիվար շրջումը տեղի չունենար, հարց է առաջանում նա ինչով էր ներկայանալու 2026-ի ընտրությանը։ Եթե 21-ից հետո նա ոչ թե հասել էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի կամ անջատում հանուն փրկության իրավիճակի, այլ նույնիսկ կորցրել այն, ինչ կար 2021 թվականին։ Հետևաբար չէր մնում այլ տարբերակ, քան շրջել իրականությունը գլխիվայր, նենգափոխել հասկացությունները, փոխել հաղթանակն ու պարտությունը ժամանակի եւ տարածության մեջ եւ պարտությունը կորուստը ներկայացնել իբրև Հայաստանի ձեռքբերում։ Սա էր Արցախյան հարցը փակելու մոտիվը, այլ ոչ թե Ադրբեջանին, այսպես ասենք, լռեցնելը օրինակ Արևմտյան Ադրբեջանի կամ Հայաստանի հանդեպ որևէ այլ հավակնության մասով։ Ի վերջո մենք տեսնում ենք 2026-ին անգամ այս գլխիվայր շրջելու տրամաբանությամբ նա չկարողացավ հավաքել նույնիսկ 50% ձայն։ Եվ հիմա պատկերացրեք, որ չկար նաև այդ նենգափոխումը, այդ իրողությունները եւ հասկացությունները գլխիվայր շրջելը, Արցախի թեման փակելը եւ այն իբրև թե որպես Հայաստանի ձեռքբերում ներկայացնելը։ Սա է եղել գործնականում միակ մոտիվը եւ պետք չէ մտածել, թե Նիկոլ Փաշինյանը ինչ որ պատրանքի կամ սխալ հաշվարկի տրամաբանության մեջ է, երբ մտածում է, որ մեր լռությունը կբերի Ադրբեջանի լռության։ Նա այդպես չի մտածում։ Նա այդ պատրանքի մեջ չէ։ Նա իր իշխանությունը պահելու խնդիրը լուծում է կամ փորձում է լուծել առանց պատրանքների։ Այլ հարց է իհարկե, թե ինչ գործնական արդյունավետությամբ, որովհետև 2026 թվականի խորհրդարանի ընտրությունը ցույց տվեց, որ այդուհանդերձ այդ խնդիրը լուծելու առումով նա շատ ավելի բարդ իրավիճակում է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Պարզապես այստեղ շատ կարևոր է, որպեսզի հանրությանն էլ նրա գործողությունները ոչ թե թվան եւ ընկալվեն որոշակի թյուր տրամաբանության մեջ, այլ գնահատվեն ըստ էության եւ ըստ իրական մոտիվների։ Այդ թվում
այդ այսպես ասած լռության բանաձևի իմաստով։